Ինչով է բացատրվում Քոչարյան Սերժ Սարգսյան դիմակայությունը։ Շատ պարզ։ Քոչարյան Ռոբերտը իր վերջի ասուլիսում հայտ ներկայացրեց իշխանափոխության եւ կարծում եմ նա գրեթե ուղիղ տեքստով դրա մասին խոսեց, ասելով, որ ինքը ի տարբերություն երրորդ նախագահի Սերժ Սարգսյանի հավատում է, որ դա կարելի է անել ընտրությունների միջոցով, մինչդեռ երրորդ նախագահը չի հավատում ընտրություններին, հետեւաբար կարող ենք ենթադրել, որ երրորդ նախագահն հավատում է փողոցով իշխանափոխության գալուն։ Ինչու է այս դիմակայությունը սրվել հենց հիմա։ Նախորդ տարիներին եղել են այսպես կոչված ընդդիմադիր շարժումներ, 21 թվականին 17+ ձևաչափ, 22 թվականին լաոների ձևաչափը, 23 թվականին ազգային կոմիտեն սեպտեմբերին Արցախի հայաթափման ժամանակ, 24 թվականին Սրբազան շարժումը, որի օրակարգին մենք փորձեցինք աջակցել, հետո հասկացանք, որ այնուամենայնիվ շարժումը շեղվեց իր օրակարգից եւ սկսեց սպասարկել ռուսական կայսրության շահերը, դրանք բոլորը կարծում եմ եղել են կեղծ ընդդիմադիր օրակարգեր, որոնց իրական նպատակը իշխանափոխություն չի եղել։ Նրանք սպասարկել են Կրեմլի շահերը Նիկոլի թիկունքը պահելու, ժողովրդի դժգոհության գոլոշին բաց թողելու։ Այդ թվում Սրբազան շարժման մասին նման։ Այո, կյանքը դա ցույց տվեց։ Իսկ Բագրատ Սրբազանը ձեր գնահատմամբ գիտակցված շարժում է սկսել Ռուսաստանի շահասպասարկել։ Բագրատ Սրբազանը, եթե իրոք նպատակ ունենար իշխանափոխություն անելու, առնվազն պիտի հասկանար, որ ինքը պիտի մինչև վերջ սպասարկեր իր մայիսի 9-ի օրակարգը, Նիկոլ Փաշինյանի հրաժարական, անցումային կառավարություն, արտահերթ ընտրություններ։ Եվ Բագրատ Սրբազանը պիտի հասկանար, որ օրը որ ինքը շեղվի այդ օրակարգից եւ ժողովուրդը սկսի նրան ասոցացնել նախքին որևէ ուժի հետ, նա կմսխի ժողովրդի վստահությունը եւ հրապարակը կդատարկվի, ինչը եւ տեղի ունեցավ ցավոք սրտի։ Բայց հիմա չէ, այդ նույն օրակարգն է, Սրբազանն ասում է, որ իշխանափոխություն։ Դու կարող ես ասել ինչ որ օրակարգ, բայց քո քայլերով ապացուցել հակառակը, ցավոք սրտի Բագրատ Սրբազանի դեպքում մենք դա տեսանք։ 17 թվականի, 21 թվականին 17+ ձևաչափը խնդիր էր դնում ժողովրդի հետ պատերազմյան դժգոհության գոլոշին բաց թողելու միջոցով Նիկոլի վերարտադրությունը ապահովել եւ մուրջ մանգաղ աստղ խորհրդարան ձևավորել Կրեմլի քվոտաներով, Կրեմլի խավորությամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանը դեռ անելիք ուներ։ Նույն նպատակին էր ծառայում լաոների շարժումը 22 թվականին եւ այլն։ Հիմա է որ կարծում եմ Կրեմլի մտադրությունները արդեն լուրջ են եւ ես չեմ բացառում, որ հիմա արդեն Կրեմլի օրակարգում իրական իշխանափոխության խնդիր կա, ինչու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը արդեն նախ սպառել է իր միսիան եւ երկրորդը ավելի շատ նժարը թեքում է դեպի Թուրքիա, թուրքական վիլայետ, Բաքվի եւ Անկարայի շահերի սպասարկում, ինչը որ բնական է մանավանդ հիմա երբ կան ռուս-թուրքական որոշակի եւ ռուս-ադրբեջանական հակասություններ, Կրեմլի դուրը չի գալի եւ դրանով է բացատրվում Ռոբերտ Քոչարյանի ասպարեզ գալը եւ Սերժ Սարգսյանի նյարդային արձագանքը։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ եթե Կրեմլը որոշի հիմա կատարել իշխանափոխություն, ապա դա կարվի ավելի հավանական է Քոչարյանի եւ նրա թևի միջոցով եւ օգնությամբ։ Այստեղ պետք է հիշենք նաեւ 16-18 թվականների իրադարձությունները։ Նախ ասեմ, որ Սերժ Սարգսյանը էր, որ Նիկոլ Փաշինյանին բանտից ազատեց վաղաժամ, Սերժ Սարգսյանի տարիներին էր, որ Նիկոլ Փաշինյանը ձևավորեց կուսակցություն, հետո ելք-դաշինք, որը 17 թվականին Սերժ Սարգսյանի օրոք մտավ խորհրդարան, հավաքելով իր հայտնի այդ 7% ձայները, եւ Նիկոլ Փաշինյանի կողմից Սերժ Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանին բուծում էին, պատրաստում էին ավելի լուրջ դերակատարման համար։ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին։